Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, որվա իրադարձությունները նախամարում։ Աչափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց առողջական վիճակի մասին խոսել է Անահիտ Ավանեսյանը։ Տեղի ունեցած արյունալի միջադեպին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը։ Գործադիրը նախաձեռնել է ներդրումային, բյուջետային և սոցիալական ոլորտների որոշ փոփոխություններ։ Կառավարության այսօր անիստում անդրադարձ է եղել նաև սուբվենցիոն ծրագրերին և 2026 թվականից կենսաթոշակների անկանխիկ վճարման անցմանը։ Նախագահ Վագն Խաչատուրյանը պետական այցով Հունաստանի Հանրապետությունում է։ Այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինուս Ասուլասի հետ, վերջինիս հրավիրել Հայաստան։ Հայաստանի իշխանությունների հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու ցանկությունը չմտածված որոշում է, որի հետևանքով տարիներով ձևավորված համակարգը կարող է մեկ ակնթարթում փլուզվել։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի արձագանքը Փաշինյանի հայկական երկաթուղիների կառավարումը երրորդ երկրի վաճառելու վերաբերյալ առաջարկին։ Փետրվարի 19-ին խորհրդանշական լույսի ներքո գրքի տոնի օրը Իսահակյանի տուն թանգարանում վերակենդանացել է վարպետի խոսքը։ Տեղի է ունեցել Իսահակյանի ծննդյան 150-ամյակի նվիրված անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսը։ Էլբակյան կրթահամալիրը և Էկոփեն ընկերությունը ստացել են հերթական պատվոգիր մրցանակը։ Ընկերության ներկայացուցիչների համար այս մրցանակները ոչ միայն պարտավորեցնող են, այլև ցուցիչ, նոր էլ ավելի բարձր նշաձող սահմանելու համար։ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում է մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին, այն արդեն մեկնարկել է ղեկավարների հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որից հետո վարչապետը զրույց է ունեցել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Փաշինյանը զրուցել է նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Նա ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ ևս։ Նրանց զրույցին մասնակցել են նաև Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահները։ Թրամփը Վաշինգտոնում ողջունել է խաղաղության խորհրդի մասնակիցներին, նշել, որ նախաձեռնության նպատակը խաղաղությունն է, որին հասնելը շատ դժվար է։ Նա հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմանը։ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ու Ադրբեջանի նախագահին։ Դահլիճը ծափահարություններով ողջունել է Թրամփի հայտարարությունը։ ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ընկերացել են։ Գործադիրը նախաձեռնել է ներդրումային, բյուջետային և սոցիալական ոլորտների որոշ փոփոխություններ։ Ներդրումների մասին օրենքի նախագծով նախատեսվում է ձևավորել առավել հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, իսկ մասնակցային բյուջետավորման գործընթացում կարգավորել ծրագրերի ներկայացման և ֆինանսավորման ընթացակարգերը։ Անդրադարձ է եղել նաև սուբվենցիոն ծրագրերին և 2026 թվականից կենսաթոշակների անկանխիկ վճարման անցմանը։ Կառավարության նիստը այսօր վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Փոփոխություններ են նախատեսվում ներդրումների մասին օրենքում կառավարություն ներկայացված համապատասխան նախագծի ընդունմամբ կձևավորվի ներդրումային հստակ և կանխատեսելի իրավական միջավայր, որը հնարավորություն կտա Հայաստանին բարձրացնելու իր միջազգային ներդրումային վարկանիշը և մրցակցությունը, ներդրումային գրավչությունը և խթանելու կայուն ու ներառական տնտեսական աճ։ Նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա ներդրողները ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, և առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Սա նշանակում է, որ մի երկրի այլ օտար պետության ներդրողը Հայաստանի Հանրապետությունից իրավունք ունի ակնկալելու նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Մասնակցային բյուջետավորման գործընթացը ևս կենթարկվի փոփոխությունների, ըստ այդմ կանոնակարգվում են նաև ծրագրային առաջարկների ներկայացման, հանրային քննարկման և քվեարկության, սուբվենցիոն հայտերի մշակման ու համաձայնեցման ծրագրերի ֆինանսավորման ընթացակարգերը։ Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է, որ քվեարկության մասնակիցը կարող է քվեարկել առավելագույնը 3 առաջարկի օգտին, եթե դրանք վերաբերում են համայնքի տարբեր բնակավայրերին։ Նույն բնակավայրի համար ներկայացված առաջարկների դեպքում հնարավոր է քվեարկել միայն մեկի օգտին։ Առաջարկների համար նվազագույն անհրաժեշտ քվեների շեմերը սահմանված են բնակավայրի չափից ելնելով։ Համայնքի քվեարկելու իրավասություն ունեցող բնակչության 1%-ը, եթե առաջարկը վերաբերում է մինչև 5000 բնակիչ ունեցող բնակավայրին, և 2%-ը, եթե առաջարկը վերաբերվում է 5000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրին։ Փոքր բնակավայրերի մրցունակությունն ապահովելու համար ևս կարգավորումներ կլինեն։ Նախատեսվում է հնարավորություն ստանալ
Ծրագրերի փաստացի չիրականացված մասի պետական ֆինանսավորման համապատասխան չափաբաժինը, եթե ծրագիրը առնվազն 70%-ով իրականացված եւ ֆինանսավորված է բյուջետային տարվա նախավերջին աշխատանքային օրվա դրությամբ։ Արդեն սկսած ծրագրերի ավարտի վերջնաժամկետը կարող է երկարացվել առավելագույնը 6 ամսով։ Ֆինանսների նախարարը ներկայացրեց առաջարկվող ծրագրերի եւ դրանցում բնակիչների մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, միաժամանակ նշելով, որ թվերի աճով պայմանավորված հատկացվող ֆինանսավորումը կրկնապատկվում է։ Մենք 2024-ին այս ծրագիրը իրականացրել ենք 4 համայնքում, 25-ին 21 համայնքում, 26 թվականից իրականացնում ենք 52 համայնքում։ Առաջի տարում ունեցել ենք 17 առաջարկ, երկրորդ տարում ունեցել ենք 178 առաջարկ, միջին առաջարկների թիվը կազմում է 9։ Եվ մասնակցությունը նաև քաղաքացիների, բնակիչների մեր համայնքի, եթե առաջի տարում եղել է 4%, երկրորդ տարում արդեն եղել է 12%։ Սա կարևոր ժողովրդավարական մեխանիզմ է, մեր համայնքի բնակիչների մասնակցությունը իրենց համայնքի առօրյա խնդիրներին ավելի ակտիվ դարձնելու համար։ Մեկ այլ որոշման նախագծով էլ առաջարկվում է 2026 թվականի բյուջեից մարզպետների աշխատակազմին հատկացնել 948 միլիոն 541 հազար դրամ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել 16 համայնքների թվով 18 սուբվենցիոն ծրագրեր, սա այս տարվա ընթացքում մեր պետական համաֆինանսավորման ծրագրի պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է։ Կենսաթոշակներն ու նպաստները վճարելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող այլ վճարատեսակները 2026 թվականի ապրիլի 1-ից կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Մինչև սույն թվականի մարտի 5-ը մենք խնդրում ենք մեր բոլոր կենսաթոշակառուները եւ նպաստառուներին ինքնուրույն ընտրել վճարող կազմակերպությունը, բանկը եւ ինքնուրույն ստանալ բանկային քարտ, որի վրա հաջորդ կենսաթոշակը կամ նպաստը կփոխանցվի անկանխիկ եղանակով։ Եվ եթե դա մինչև մարտի 5-ը տեղի չունենա, մենք դա անելու ենք ավտոմատ եղանակով, այսինքն քանի որ կլինեն քաղաքացիներ, որոնք որ եւ օբյեկտիվ եւ միգուցե նաեւ սուբյեկտիվ պատճառներով դա արած չեն լինի, մեզ անհրաժեշտ է լինելու նաեւ բավական ժամանակ, որպեսզի երբ որ այդ ընտրությունը կատարվի, մենք կարողանանք քարտերը առաքել տուն։ Իդեպ նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը կառավարության գործընկերներին գրքի տոնի առթիվ նվիրեց տարբեր հեղինակների գրքեր եւ խոսեց օրվա խորհրդի եւ կարեւորության մասին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Աչափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության փորձ, սպանություն, խուլիգանություն եւ հրազենի դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապօրինի շրջանառություն հոդվածներով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց առողջական վիճակը ծանր է, այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում ասել է առողջապահության նախարարը, նշելով, որ նրանցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Տեղի ունեցած արյունալի միջադեպին անդրադարձել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, նշելով, որ նման ողբերգությունների պատճառը նաև մեր հասարակության կրթական ցածր մակարդակն է։ Նոր տեղեկատվությունը ըստ էության գիտեք, որ բավական ծանր են մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան դե չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։ Նման միջադեպերը չեն կարող նորմալ դիտարկվել որևէ մարդու կողմից կամ որևէ հասարակությունում։ Ցավոք, տարատեսակ իրավիճակներում գործ ենք ունենում նման բացասական երևույթների ու միջադեպերի հետ։ Կարծում եմ, որ տարբեր մարմինների աշխատանքին ես բազմիցս նաև հրապարակային եմ անդրադառնում, իհարկե իմ լիազորությունների շրջանակներում անդրադառնալով այն դեպքերին, երբ իրավունքների խախտման հետ ենք գործ ունենում կամ առերևույթ խախտումների տարբեր այդ թվում իրավապահ մարմինների հետ կապված աշխատանքների առումով, բայց կուզենամ մի փոքր ավելի լայն հարցի վերաբերյալ խոսել, մասնավորապես ձեր կողմից հիշատակված տարբեր երևույթներ, այդ թվում երեկվա տեղի ունեցած միջադեպը, մի շարք դեպքերում նաև մարդկանց կրթության եւ մշակույթի հետ կապված խնդրահարույց այսպես իրավիճակի արդյունք է եւ համարում եմ, որ այդ առումով թե կրթության համակարգը պետք է ամբողջապես բարեփոխվի, բայց բնականաբար նաև տարբեր իրավապահ մարմիններ պետք է պատշաճ աշխատանքներ իրականացնեն։ Ես կանխարգելիչ աշխատանքների մասին չեմ կարող խոսել, որովհետև գործ եմ ունենում սովորաբար իրավունքների խախտումների հետ կապված դեպքերի առումով, դրանց պարբերաբար եմ անդրադառնում։
Նախագահ Վագն Խաչատուրյանը պետական այցով Հունաստանի Հանրապետությունում է, այցի ընթացքում նա հանդիպում է ունեցել իր պաշտոնակցի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ, վերջինիս հրավիրել Հայաստան։ Դիմավորման պաշտոնական արարողակարգ օրներքի կատարում բարձր մակարդակի ընդունելություն։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն է պետական այցով Հունաստանում։ Նրան նախագահի նստավայրում դիմավորում է իր պաշտոնակից Կոնստանտինոս Տասուլասը, որից հետո տեղի է ունենում երկու երկրների նախագահների առանձնազրույցը։ Հունաստանի նախագահ Տասուլասը իր խոսքում ընդգծեց, որ շատ ուրախ է Խաչատուրյանին տեսնել իր նստավայրում, հաշվի առնելով հայ-հունական հարաբերությունների բարեկամական եւ բարձր մակարդակը։ Իր հերթին նախագահ Խաչատուրյանը ողջունելով Կոնստանտինոս Տասուլասին ընդգծեց, որ հայ-հունական հարաբերությունները իսկապես շատ կարևոր նշանակություն ունեն նաեւ Հայաստանի համար, հաշվի առնելով երկու երկրների մշակութային քաղաքակրթական կապերը։ Դրանք առանձնահատկություն է ստացել Հայաստանի Հանրապետության անկախությունից հետո մեր հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրել, որը բնականաբար քաղաքական, մշակութային, գիտական, կրթական վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության համար դժվար տարիներ էին, բայց շնորհիվ հստակ քաղաքական դիրքորոշման եւ պետականության նկատմամբ պատասխանատվության գործող իշխանությունը, կառավարությունը, քաղաքական թիմը կարողացան հաղթահարել այդ դժվարությունները նաեւ շնորհիվ մեր բարեկամ երկրների աջակցության։ Առանձնազրույցից հետո տեղի ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարբեր ոլորտներում առկա գործակցության ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին, քննարկել տարբեր ոլորտներում առկա կապերի ավելի խորացումն ու գործակցության շարունակական զարգացման նախադրյալները։ Այնուհետև երկկողմ ձևաչափով նախ Հունաստանի նախագահ Տասուլասն է Խաչատուրյանին պարգևատրել հիշատակի մեծ խաչ շքանշանով, ապա Հայաստանի նախագահը Հունաստանի պաշտոնակցին պարգևատրել փառքի շքանշանով։ Հանրապետության նախագահի պետական այցը չսահմանափակվեց միայն արարողակարգային ընթացակարգով, նեղ եւ ընդլայնված կազմերով հանդիպումներով, քննարկումներով, թերևս կարևոր իրադարձություններ երկու երկրների նախագահների ներկայությամբ կնքված փոխըմբռնման հուշագիրը, որը Հայաստանի կողմից կնքեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մանթաշյանը եւ հունական կողմից այդ երկրի թվային կառավարման նախարարի տեղակալ Խրիստոս Դերմենտզոպոլուսը։ Խիստ եւ հագեցած օրակարգի շրջանակներում Վահագն Խաչատուրյանն այցելել է նաեւ անհայտ զինվորի հուշահամալիր, ծաղկե պսակ դրել հավերժական կրակի մոտ։ Այնուհետև նախագահն ու իր գլխավորած պատվիրակությունը մասնակցել են Հունաստանի նախագահի կողմից տրված ճաշին ի պատիվ Հայաստանի նախագահի։ Նշենք, որ նախագահը հանդես եկել համապատասխան բաժակաճառով, շնորհակալություն հայտնել նման ջերմընդունելության երկու երկրների ժողովուրդների բարեկամական եւ դարավոր հարաբերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքների եւ Հայաստանին միջազգային ասպարեզում աջակցության համար։ Հատկապես կարևոր եմ համարում տնտեսական կապերի խորացումը, ներդրումային ծրագրերի խթանումը, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակումը։ Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ նաեւ արդարադատության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում, միշտ տարածաշրջանային փոխկապակցության նախագծերի շրջանակներում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք ստեղծել նոր հնարավորություններ ի նպաստ մեր երկրների եւ ժողովուրդների բարեկեցության եւ բարեկամության։ Միաժամանակ մեր երկրները հանդիսանում են կայունության եւ խաղաղության ջատագովներ իրենց տարածաշրջաններում։ Պետական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը իր պաշտոնակցի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ մեկտեղ այցելել է բյուզանդական եւ քրիստոնեական մշակույթի թանգարան, մասնակցել Հայաստանի դեսպանատան կողմից կազմակերպված լուսանկարիչ Տաթև Մնացականյանի «Աղոտ խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։ Վրաստանի արտգործնախարար Բոճուրիշվիլին անդրադարձել է թրիփի նախագծին, նա նշել է, թե որոշ քաղաքական գործիչներ փորձում են օգտագործել հայ-ադրբեջանական հարաբերությունները եւ նսեմացնել Վրաստանի ռազմավարական դերը։ Բոճուրիշվիլի խոսքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր ճանապարհի կառուցումն օգտակար է տարածաշրջանի համար եւ Թբիլիսին այն չի դիտարկում որպես Վրաստանով անցնող երթուղուն մրցակից։ Չնայած նոր ուղղությունների հայտ գալուն Վրաստանը հետևողականորեն պահպանում է իր ռազմավարական նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա, հավելել է նախարարը։ Հայաստանի իշխանությունների
Հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու ցանկությունը չմտածված որոշում է, որի հետևանքով տարիներով ձևավորված համակարգը կարող է մեկ ակնթարթում փլուզվել, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Չեն պատրաստվում գնահատել այլ պետությունների կարողությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, սակայն կարող են վստահ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային օպերատորին, նշել է Շոյգուն եւ հույս հայտնել, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կառաջնորդվի բացառապես սեփական քաղաքացիների շահերով։ Ավելի վաղ Փաշինյանը Մոսկվային առաջարկել էր հայկական երկաթուղիների կառավարումը վաճառել երրորդ երկրի, քանի որ ռուսական կառավարումը նվազեցնում է նրա ռազմավարական ազդեցությունը թրիվ նախագծում։ Նշենք, որ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը 2008 թվականից 30 տարով հանձնվել է Հարավկովկասյան երկթուղուն։ Իրանի շուրջ լարվածության աննախադեպ աճ է նկատվում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, կոչանելով տարածաշրջանի բոլոր պետություններին ցուցաբերել զսպվածություն։ Ամերիկյան լրատվամիջոցները հղում անելով Սպիտակ տան եւ Պենտագոնի պաշտոնյաներին հայտնել են, որ Միացյալ Նահանգները մերձավոր արևելքում կենտրոնացրել է բավարար ուժեր այս շաբաթվա վերջին Իրանին օդային հարվածներ հասցնելու համար։ Հանրապետական տարբեր սենատորներ եւս հայտարարել են, որ Միացյալ Նահանգները շուտով ռազմական գործողություններ է սկսելու Իրանի նկատմամբ։ Իդեպ Լեհաստանի կառավարությունը կոչ արել Իրանում գտնվող իր քաղաքացիներին անհապաղ լքել այդ երկիրը։ Այս մասին այսօր Վարշավայում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Եվս մի քանի ժամ եւ Իրանում գտնվող լեհերի տարհանումը այլևս կլինի անհնար, ասել է նա։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա ամիսներին Սիրիայից դուրս բերել իր մնացած զորքերի մեծ մասը։ BBC-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։ Նրա խոսքով Սիրիայի կառավարությունը համաձայնել է գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը, ինչի պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների մասշտաբային ռազմական ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ։ Ամերիկյան զորքերը Սիրիայում տեղակայված են 2015 թվականից Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի շրջանակում։ Այժմ նախատեսվում է դուրս բերել մոտ 1000 զինծառայող պայմանական եւ փուլային անցումային գործընթացի շրջանակում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատ սենատորները, որոնք այցելում են Ուկրաինա եւ հարևան երկրներ, կոչ են արել Վաշինգտոնին մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա եւ չբավարարվել միայն բանակցություններով։ Նրանք հայտարարել են, որ կձգտեն նոր կոշտ էներգետիկ պատժամիջոցների եւ այլ օրենսդրական քայլերի ընդունմանը, Մոսկվային ստիպելու դադարեցնել ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Վաշինգտոնն այս պահին չի ներկայացնում Իրանի հետ բանակցությունների շարունակման հստակ ժամանակացույց։ CNN-ի փոխանցմամբ նա նշել է, որ Թեհրանն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ Լևիթի խոսքով, թեև դիվանագիտությունը մնում է առաջնահերթություն, ռազմական տարբերակը եւս շարունակում է քննարկվել։ Մամուլի քարտուղարը նշել է, որ կան բազմաթիվ պատճառներ Իրանին հարվածներ հասցնելու համար, սակայն Թրամփը որոշումներ ընդունելիս առաջնորդվում է ազգային անվտանգության թիմի խորհրդով եւ Միացյալ Նահանգների շահերով։ Հայտնի ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը հայտնել է, որ ինքը եւ իր թիմը կարճ ժամանակով պահվել են Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայք Հաքաբիի հետ հարցազրույցից հետո։ Քարլսոնի խոսքով օդանավակայանի աշխատակից ներկայացող անձինք վերցրել են իր անձնագիրը եւ նրա պրոդյուսերին տարել առանձին սենյակ հարցաքննության։ Fox News-ի նախկին հաղորդավարը Թել Ավիվ էր մեկնել դեսպանի հրավերով։ Այն բանից հետո, երբ առցանց քննադատել էր Իսրայելում քրիստոնյաների պաշտպանության հարցը, Քարլսոնը նշել է, որ միջադեպը տեղի ունեցել հարցազրույցից անմիջապես հետո եւ այն տարօրինակ է համարել։ Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչը սակայն հերքել է ձերբակալության մասին պնդումները, հայտարարելով, որ նա ենթարկվել է սովորական անձնագրային ստուգման ընթացակարգի, ինչպես մյուս այցելուները։ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա, հայտարարելով, որ դրանք չեն վերսկսվի, քանի դեռ չի վերականգնվել ռուսական նավթի տարանցումը Դրուբան ավատարով։ Այս մասին Բլումբերգին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն։ Նրա խոսքով Ուկրաինայի կողմից նավթի տարանցման չվերականգնումը վտանգում է Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը, ինչի պայմաններում Բուդապեշտը չի կարող շարունակել աջակցել Կիևին վառելիքով։ Շարունակում ենք թողարկումը փետրվարի 19-ին խորհրդանշական լույսի ներքո գրքի տոնի օրը Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում վերակենդանացավ վարպետի խոսքը։ Իսահակյանի ծննդյան 150-ամյակի նվիրված անգլերեն-հայերեն պատկերագրքի շնորհանդեսը դարձավ մշակութային ջերմ հանդիպում, որտեղ գիրքը միավորեց անցյալն ու ներկան։
Փետրվարի 19 հայ մշակութային օրացույցում առանձնահատուկ խորհուրդ ունի։ Այն ոչ միայն հայ ազգի մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, այլև նշվում է որպես գրքի տոն, հիշեցնելով գրականության անսպառ զորության, հիշողության եւ ինքնության պահպանման մասին։ Եվ հենց այս օրը հայ գրականության մեծանուն վարպետի շունչը կարծես կրկին լսվեց իր հարկի տակ։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ժամանակը մի պահ կանգ առավ, տեղ թողնելով տողերի հնչյուններին եւ լուսանկարների լուռ վկայությանը։ Մի պահ ընդհանուր բոլորից հետ չմնալու միտումը կար, մարդիկ ուզում էին գրքեր առնել, որպեսզի նվիրեն, պարզապես որպես նվեր։ Բայց ես երբ նկատեցի գրախանութում մարդիկ հատուկ ընտրում էին այն գիրքը, որը որ կհետաքրքրի այն մարդուն, որ պետք է նվիրեն, ես հասկացա, որ մարդիկ ուզում են արդեն կարդալ։ Կարծում եմ, որ ժամանակները նորից կվերադառնան նրան, որ մարդիկ անվերջ կկարդան եւ մենք հաճախ կտեսնենք այգիներում գրքերը ձեռքին մարդկանց։ Մենք թանգարանում էլ ստեղծել ենք այդ պայմանները, վարպետի այգում մարդիկ կարող են գալ, նստել եւ այդ լռության մեջ, խաղաղության մեջ ընթերցել, աշխատել։ Այստեղ, որտեղ յուրաքանչյուր սենյակ պահպանում է ստեղծագործ մտքի ջերմությունը, ներկայացվեց Ավետիք Իսահակյան անգլերեն հայերեն պատկերագիրը, նվիրված Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Գիրքը դարձավ ոչ միայն հոբելյանական հրատարակություն, մշակութային կամուրջ անցյալից դեպի ներկա, այլև մշակութային յուրատեսակ ուխտագնացություն դեպի վարպետի աշխարհը։ Թանգարանը այդ խառնաշփոթի մեջ անցած տարվա միջոցառումներին զուգահեռ կարողացավ միահամուռ ուժերով տպագրել պատկերագիրքը, որտեղ ներառվեցին նաև լուսանկարներ, որոնք առաջին անգամ էին հանրայնացվում։ Այս գիրքը կարևոր դարձավ ոչ միայն դրա համար, որ Իսահակյանի ողջ կյանքն է պատմում իր պատկերներով, արխիվային լուսանկարներով, հուշային պատմություններով, այլև այդ պատմական ժամանակաշրջանի վավերագիրը դարձավ։ Միջոցառումը կազմակերպվել էր Թանգարան գրադարան գործակցության շրջանակում եւ նվիրված էր Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհով տուն-թանգարանի կողմից հրապարակված Ավետիք Իսահակյան անգլերեն հայերեն պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ թանգարանի սրահում տիրում էր ջերմ ու հանդիսավոր մթնոլորտ։ Հրատարակությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հայ ընթերցողին, այլև օտարազգի գրքասերին բացահայտել Իսահակյանի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը, հարուստ լուսանկարների, արխիվային նյութերի եւ վավերագրական փաստերի ուղեկցությամբ։ Գիտենք, որ հուշատախտակը տեղադրվեց Լայպցիգում, որտեղ սովորել էր Իսահակյանը, շուտով կտեղադրվի Վենետիկում, որտեղ ապրել է Իսահակյանը, Աստված առաջ կտեղադրվի նաև Փարիզում, որտեղ ապրել էր Իսահակյանը, տարբեր լեզուներով գրքերի հրատարակությունները եւ այդ երկրներում միջոցառումների անցկացումը վկայում էին, որ մեր բանաստեղծին, մեծ մտածողին եւ հասարակական գործչին պետք է վերադարձնենք իր արժանի տեղը համաշխարհային գրականության ասպարեզում։ Ներկաներն ընդգծեցին, որ պատկերագիրքը պարզապես կենսագրական ժողովածու չէ, այն ժամանակի շունչն է, մի ամբողջ դարաշրջանի մշակութային դիմանկարը։ Յուրաքանչյուր էջ վերածվում է ճանապարհորդության, Ալեքսանդրապոլից մինչև եվրոպական քաղաքներ, ստեղծագործական վերելքներից մինչև ազգային ցավի խոհերը։ Անցած տարի ստեղծեցինք մի հրաշալի ներկայացում, Լույսի ծածկագիրը կոչվող, որը փոքրիկներին է պատմում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների մասին։ Եվ այս ներկայացման գաղափարն էլ հենց դա է, որ եթե չենք ուզում, որ գա ոգուսով, պետք է լույսը վառենք մեր գիտության, կրթության, սիրո լույսը վառենք մեր մեջ։ Ներկայացումը շատ սիրված էր եւ ասենք, որ փետրվարի ներկայացման օրերը արդեն սպառվել են, հիմա արդեն մարտի օրերն ենք դրել։ Սա խոսում է այցելության մասին, քանի որ գիտենք, որ Իսահակյանի ստեղծագործությունները հետաքրքրել են նաև Սվիրիդովին եւ Սվիրիդովը բլոկի թարգմանությամբ կարդացել է դրանք եւ գրել է մի շարք էպիկական պոեմ, որը աննախադեպ է եւ երբևէ չի բեմադրվել, դա կբեմադրվի մեր թանգարանում առաջին անգամ։ Գրքի տոնը, որի խորհուրդը գիրն ու գիտելիքն են, այս միջոցառման մեջ ստացավ նոր շունչ։ Թանգարանն այդ օրը վերածվեց կենթանի գրադարանի, որտեղ պատերը կարծես արձագանքում էին Իսահակյանի տողերին, իսկ ներկաները դառնում նրա մտքի շարունակողները։ Տպագրեցինք խաղ գրքեր, փոքրիկների համար խոսող գրքեր, ներկվող խճանկարային գրքեր տպագրեցինք, էլի շատ սիրում են փոքրիկները, գնում են։ Մարտիրոսարյանի նկարազարդումներով Աբուլալա Մահարի պոեմը անցյալ տարի հոբելյանական տարում Իսահակյանի 150-ամյակի առթիվ տպագրվեց 3 լեզվով՝ ֆրանսերեն, գերմաներեն եւ պարսկերեն։ Փետրվարի 19-ի այս հանդիպումը դարձավ հավաստում, որ գիրքը մնում է մեր ազգային ինքնության հենասյուներից մեկը, իսկ Իսահակյանի խոսքը հավերժարդիական։
Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Էլբակյան կրթահամալիրը եւ Էկոփեն ընկերությունը ստացել են հերթական պատվոգիր մրցանակ։ Ընկերության ներկայացուցիչների համար այս մրցանակը ոչ միայն պարտավորեցնող էր, այլև ցուցիչ նոր էլ ավելի բարձր նշածող սահմանելու համար։ Պարլամենտ ամսագիրը տոնեց իր հոբելյանական 15-րդ տարեդարձը։ Տոնական եւ ուրախ միջոցառման հատուկ եւ պատվավոր հյուրերի թվում էին նաեւ Էլբակյան կրթահամալիրի եւ Էկոփեն ընկերության հիմնադիր անդամները։ Միջոցառման շրջանակներում ամսագրի կողմից պատվավոր հյուրերը պարգևատրվեցին պատվոգրերով, որոնց թվում նաեւ Էլբակյան կրթահամալիրի ներկայացուցիչները, իսկ պատվոգրերը ստացավ Էլբակյան կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Արտակ Էլբակյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ պատվոգիր մրցանակը հերթական բայց այս տարվա առաջին է։ Նման մրցանակները պարտավորեցնող են, ասաց վերջինս ու ներկայացրեց Էլբակյան կրթահամալիրի աշխատանքային գործունեությունը։ Նրա խոսքով կրթահամալիրի ուսումնական ժամերը շատ ճկուն են։ Օֆլայն դասընթացների դեպքում այն սկսվում է առավոտյան 9-ից եւ տևում մինչեւ երեկոյան 23:00, իսկ օնլայն դասընթացները, որին մասնակցում են ԱՄՆ-ում գտնվող ուսանողները, առավոտյան 6-ից կրկին մինչեւ ուշ գիշերը։ Էլբակյան կրթահամալիրը անցկացնում է վեբ ծրագրավորման, գրաֆիկ դիզայնի, ինտերիեր դիզայնի, ռոբոտաշինության, SMM-ի, լուսանկարչության, Python ծրագրավորման լեզվի եւ շատ այլ դասընթացներ։ Գրանցվելու համար կարող եք գրել մեր Facebook-յան էջին, Instagram-յան էջին կամ պարզապես զանգահարել 096 88 88 44 հեռախոսահամարով։ Պարլամենտ ամսագրի հիմնադիր տնօրեն եւ խմբագիր Գայանե Ջահանգիրյանը նշեց, որ պատվոգիր մրցանակներն ամեն տարի տրվում են ոլորտի լավագույններին, որոնցից են Էլբակյան կրթահամալիրն ու Էկոփեն ընկերությունը։ Արել ենք հարցում կրթահամալիրների մեջ ոլորտում եւ հարցումների արդյունքը փաստել են, որ իրենք լավագույններից են իրենց ոլորտի եւ իհարկե մենք էլ չենք զլացել բարձրաձայնել ավելին խրախուսել պատվոգրով։ Իսկ Էկոփենը առհասարակ այնպիսի տպավորություններ, որ չունի մրցակից։ Էկոփեն ընկերության համահիմնադիր Անի Էլբակյանը նույնպես ոգևորված եւ հուզված էր ստացած եւ պարտավորեցնող հերթական մրցանակի համար։ Շուկայում գործելով շուրջ 7 տարի ընկերությունը անխոս առաջատարի եւ լավագույնի համբավ է ձեռք բերել։ Անի Էլբակյանը եւս մեկ անգամ փաստեց, որ Էկոփեն գրիչները յուրահատուկ են, քանի որ պատրաստվում են թղթից եւ էկոլոգիապես մաքուր են։ Բացի այդ տպագրության մեջ կան ինչպես սովորական, այնպես էլ ֆոնային տպագրությամբ գրիչներ, իսկ ֆենոմենը այսպես կոչված աճող էկոգրիչներն են, որոնք իրենց վերևի հատվածում ունեն սերմեր։ Գրիչը վերջանալուց հետո դրանք կարող են տնկվել, նոր կյանք ստանալով որպես բույս։ Էկոգրիչները իրենց առանձնահատկությունը նաև այն է, որ անհատական տպագրությամբ են եւ կարող են մարդիկ պատվիրել մեկ հատից սկսած, նույնիսկ իրենց լոգոտիպով, ցանկացած գրությամբ տպագրում ենք այն, ինչ որ հաճախորդը ցանկանում է։ Պատվերների համար կարող են զանգահարել 033 88 88 34։ Էլբակյան կրթահամալիրի մեկ այլ հիմնադիր անդամ Արթուր Էլբակյանի խոսքով էլ իրենց գործունեությունը հիմնադիր անդամները երբևէ բիզնես չեն դիտարկել։ Այն ստեղծագործական աշխատանք է նաև ժամանակակից որակյալ կրթություն ստանալու հնարավորություն։ Մեր աշխատանքները շարունակվում են ու ամեն անգամ նոր մակարդակով, նաև նոր տեսանկյուններից մենք կարողանում ենք գոհացնել ու բարել որոշակի պահանջմունքներ։ Ինչպես նախորդիվ նշեցի, կրթությունը միշտ արդիական է եւ մենք փորձում ենք up to date ունենալ այնպիսի կրթական ոնց որ ծրագրեր եւ բանաստեղծական փորձ, որը որ հենց թելադրված է այդ ժամանակի կողմից ու արդիական է։ Պարլամենտ ամսագրի հոբելյանական միջոցառման ընթացքում մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ նույնպես ստացան պատվոգրեր, իսկ Էկոփեն ընկերությունը մասնակիցներին նվիրեց գրիչներ։ Այսքանը ցտեսություն։